Հայաստան Եվրամիություն նոր օրագարկ գործընկերությունը ռազմավարական մագարտակի կբարձրացնե Բրյուսելի մեջ արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս, ինչպես նաեւ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնագետար Մարտակոս Բրյուսելի մեջ կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրագարկի փաստաթուղթը։ Եվրոպացի պաշտոնյաները հայտարարած են, որ 15 միլիոն եվրո պիտի դրամատրվի Հայաստանին խաղաղությունն ու թիմագայունությունը ամրապնդելու նպատակով։ Նաև Եվրոպական միությունը Հայաստանին պիտի օգնի իրականացնել խաղաղության համաձայնագիրը եւ խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Բրյուսել կպատրաստվի աջակցություն դրամատրել Երևանին թիմագայության բարձրացման համար։ Մենք քննարկեցինք սահմանային կառավարման հարցով օգնություն դրամատրելը, ինչպես նաև նախկին հագամարտություններու եւ անվտանգության հետ կապված ագանազերծման գործողություններու, ագանազերծման հետ կապված վարժանքներու, ինչպես նաև ագանազերծման հետ կապված սարքեր դրամատրելու հարցերը եւ մենք քննարկեցինք նաև գործիքներ, որոնք կվերապերին աբադեղեկատվական արշավներուն հագաստելու։ Սա նաև այն գործիքագազն է, որ մենք ունեցանք Մոլդավիո մեջ, որմով Հայաստանը նույնպես կրկրված է ըսած է Կոս։ Հայաստանի կառավարությունը որոշում կայացուց շարունակել ռազմարդյունաբերության զարգացման ուղղված երամյա պայմանագիրներու քաղաքականությունը 2026-2028 թվականներուն համար նախատեսելով ավելի քան 150 միլիարդ դրամ։ Այս մասին թիմադեդի էջին հայտնեց Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբեդյան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երամյա նոր պայմանագիրներու շուրջ քննարկումները արդեն մեկնարկեց 30 ընկերություններու հետ գրած է Հայրաբեդյան։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցավ Ամերիկայի Արևմուտքի բալադի փոխնախագահ Քուշ Չոքսի եւ Միջին Արևելքի կենտրոնական Ասիո եւ Թուրքիո հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ կհայտնեն տեսփանադունեն։ Հանդիպման ընթացքին կողմերը քննարկած են 8 օգոստոսին ստորագրված փաստաթուղթերեն հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման եւ բիզնես կապերու ընդլայնման նոր կարելիությունները։ Հadoop ուշադրություն դարձված է TRIP նախաձեռնության, ինչպես նաեւ արհեստական բանականության, գիսահաղորդիչներու եւ ուժանույթի ոլորտները ներսամագործակցության կարելիություններուն։ Պայմանավորվածություն ձեռք բերված է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերու հետագա խորացման։ Ատոմային ուժանույթի միջազգային գործակալության մասնակիցները մինչև հիմա չեն ստացած Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի իրանական խոշոր հյուրերական կենտրոններ մուտքի արտոնություն, որոնք վնասվեցան հունիսին ամերիկյան ռմբակոծության հետևանքով։ Այս մասին հայտնած է Ռաֆայել Գրոսին, ան բարձապանած է, որ հունիսյան կրողներեն հետո դեշչական ստուգումները դադրեցված են Իրանի մեջ։ Խոշոր կառույցները լուրջ վնասվածքներ ստացած են եւ դեշչական ստուգումները հնարավոր չեն եղած անվտանգության նկատառումներով։ Իրան կրողներեն հետո սահմանապակ համագործակցությունը գործակալության հետ մենք փնտրեցինք երկխոսություն, բանակցություններ վարեցինք Կահիրեի մեջ եւ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Մեր դեսուչները այցելեցին բոլոր անձեռնմխելի կառույցներ, սակայն մենք մինչեւ այժմ մուտքի արտոնություն չունենք Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի մեջ ադոն կրոհի ենթարկված կառույցներն են, նշած է Գրոսին։ Իրանական լրատվական գործակալության ավելի գանուխ արտաքին գործոց նախարար Աբբաս Արաքչին ասաց է, որ Տեհրան պատրաստ է վերսկսելու հյուրերական ծրագիրի շուրջ բանակցություններ արևմուտքին հետ, սակայն միայն փոխադարձ հարկանքի հիման վրա եւ առանց որևէ ճնշումներու։ Ոչ թե Իրան հրաժարեցավ Թիվանակիտութենեն, այլ ամերիկան եւ եվրոպական երկիրները, որոնք կցկտեին բարդացրելու իրենց կամքը բանակցություններու ժամանակ։ Թիվանակիտությունը թեր իրավունք ունի գոյություն ունենալու եւ կմնա վեճերու լուծման միակ արդյունավետ ճանապարհը, սակայն հարկ է որ պահպանվին բանակցություններու սկզբունքները։ Ամերիկան եւ Իրանը ավելի գանուխ բանակցություններու 5 շրջան ունեցան, սակայն գործընթացը ընդհատվեցավ, երբ Իսրայել սկսավ հարվածել Իրանի հյուրերական կենտրոնները։ Մոսկվայի մեջ դեղի ունեցած Պուտին-Վիտկոֆ հանդիպումը մոտ 5 ժամ տևած է։ Կողմերը քննարկած են Ուկրաինայի հարցով Ամերիկայի խաղաղության ծրագիրը։ Մինչ այդ Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Ստիվ Վիտկոֆ, Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թրամփի պետ Ջարեդ Քուշներ Մայամիի մեջ ուկրաինական կողմին հետ հանդիպմանադեն քննարկած էին Ամերիկայի խաղաղության ծրագիրի մի քանի հիմնական թրույթներ, տարածքային փոփոխություններ եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայու անդամակցության հարցը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սուրիո հետ անվտանգության համաձայնագրի գնքումը հնարավոր կհամարե Դամասկոսեն հարավ գտնվող տարածքները աբարազմականացնելու բարակային։ Բենյամին Նեթանյահուն պայման դրած է, որ Իսրայել շարունակե վերահսկել Ժոլանի բարձունքներու չեզոք կոդին։ Մենք անպայման կգնգալենք, որ Սուրիան ստեղծե աբարազմականացված անվտանգության կոդի Դամասկոսեն մինչև չեզոք կոդի ներառյալ Հերմոն, Լերան եւ Ադոր Քաքաթի մատույցները։
Մենք կպահպանենք այդ տարածքները Իսրայելի քաղաքացիներուն անվտանգությունը ապահովելու համար, ըսած է Նեթանյահուն։ Սուրյո մեջ իշխանափոխության հաջորդած ժամանակահատվածին Իսրայելի բանակը գրաված է երկրի հարավը գտնվող Ժոլանի բարձունքներու անվտանգության չեզոք կոդին եւ իրականացուցած շարք ռազմական օդային գործողություններ։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։